Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է։ Նա մասնակցում է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստին, հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։ Ես կարաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց իրենք ասում են փետերով խփել։ Հա 10 փայտ կամ 20 փայտ ճիպոտավոր է։ Հանրային հեռուստաընկերության Միքայել Սրբազանին ճիպոտահարելու առաջարկ արած տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին Սրբազան շարժումը ճիպոտ է նվիրել։ Նվերը թողել են թատրոնի գլխավոր մուտքի դռան վրա, նաև գրություն մեջբերում մտրակավորական ճիպոտ, բռնություն չի, զուտ հումոր, մեջբերման ավարտը։ Երկրորդ գրությունը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Միքայել Սրբազանն այս պահին հետազոտությունների փուլում է, վիրահատության օր նշանակելու եւ առողջական գործընթացը կազմակերպելու համար։ 21 TV-ի հետ զրույցում պարզաբանել է Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանը նաև նշել է, որ իրավական փոփոխություններ չեն եղել, ռեժիմը մնում է նույնը։ Անձը շարունակում է գտնվել կալանքի տակ, պարզապես բժիշկների վերահսկողությամբ։ Տեսակցությունների քանակը եւ պայմանները օրենքով սահմանված նույն շրջանակներում են։ Օրերս Միքայել arczepiskopos Աճապահյանին տեղափոխել էին Իզմիրյան բժշկական կենտրոն առողջական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի հիմքով։ Ես բողոքարկել եմ վարչության որոշումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու թիմակից պատգամավոր Հայկ Սարգսյանի լարված հարաբերությունները նոր զարգացում են ստացել։ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ 2026-ի նախընտրական ցուցակում ինքը չի ընդգրկվել կուսակիցներից մեկի պատճառով, ակնհայտ ակնարկելով Ալեն Սիմոնյանին։ Ինչպես ընդդիմադիր դաշտն է նրան անվանում, շիշ բռնելով հայտնի չդարձած Հայկ Սարգսյանը պատրաստվում է բողոքարկել քաղաքացիական պայմանագրի վարչության որոշումը, եւ ինչպես նա է ասել, դա անում է Նիկոլ Փաշինյանի համար։ Հնարավորություն ունեն բոլոր գերիներին ուտելիք։ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էյուլջեքչյանի կինը Լինդա Էյուլջեքչյանը դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը Մեհրիբան Ալիևային ամուսնուն ազատ արձակելու ակնկալիքով։ Լինդա Էյուլջեքչյանը նամակում նշել է, որ ամուսինը չնայած առողջական ծանր վիճակին արդեն 5 տարի է դիմանում է գերության մեջ, սակայն վիճակը գնալով վատթարանում է։ Հայ գերու կինը հույս է հայտնել, որ Մեհրիբան Ալիևան նամակն անպատասխան չի թողնի։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծու դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ։ Վարդանյանին նշանակված ադրբեջանցի փաստաբանը ներկայացրել է 2 միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Սակայն թե ինչ միջնորդությունների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման մարդկանց տեղահանելու համար։ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է։ Մարզի բնակչության 43%-ը աղքատ է, հայտնել է վիճակագրական կոմիտեն։ Աղքատության մակարդակով երկրորդ մարզը Տավուշն է 39.9%-ով։ Ընդհանուր առմամբ երկրում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ինչը նշանակում է, որ Հայաստանում ամեն 5-րդ մարդ աղքատ է։ Մեր երկրում աղքատ համարվում է այն քաղաքացին, ում ամսական սպառումը չի գերազանցում 53,000 դրամը։ Հայրենակիցներ էլեկտրոմոբիլի միջից էլեկտրոմոբիլների մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առավոտյան հայտարարել է, որ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը մաքսային ձևակերպման ներկայացնելու դեպքում ցանկացած էլեկտրոմոբիլ կազատվի ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից։ Պապոյանը նաև նշել է, փետրվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ավելացված արժեքի հարկից կազատվեն այն մեքենաները, որոնք արտադրվել են 2024 թվականի հունվարի 1-ից հետո։ Վրաստանի վարչապետ Իրակլի Գոբախիձեի դիրքորոշմամբ իրենք ընդունում են թե ադրբեջանական, թե հայկական կողմի շահերը։ Նրա խոսքով բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական պայմանավորվածությունն է։ Գոբախիձեն նաև շեշտել է, որ իրենք ունեն սեփական շահեր եւ հույս հայտնել, որ ցանկությունները կտան ցանկալի արդյունք գտնելու 3 երկրներին բավարարող լավագույն ուղին։ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի մեծ դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանի Facebook-յան էջում։
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում ռուսական էներգետիկայի դեմ, եթե Ուկրաինայի հարցում խաղաղ վերջաբան չդրվի։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հնարավորության մասին հաղորդումներ չեն տեսել, բայց գիտեն, որ Վաշինգտոնում նման ծրագրեր կան։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կրակոցները չեն լռի, քանի որ իրենք ոչ թե հրադադար են ուզում, այլ վերջնական խաղաղ կարգավորում։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը Բերլինում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնեցրել են Ուկրաինայի անվտանգության գերաշխիքների ծրագիրը։ Փաստաթղթերում առաջնային պայման է խաղաղ ժամանակում Ուկրաինայի զինված ուժերի թիվաքանակի կրճատումը հասցնելով մինչև 800,000-ի, ինչպես նաև ուկրաինական բանակի ուժեղացումը Եվրամիության եւ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Եվրոպական երկրների զորքերը կտեղակայվեն երկրի արևմուտքում, Ռուսաստանի հետ սահմանից հեռու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է շրջափակել բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք փորձում են մուտք գործել Վենեսուելա եւ դուրս գալ այնտեղից։ Այս մասին Թրամփը հայտնել է X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ պետք է ետ վերադարձվի նախկինում ԱՄՆ-ից կողացված նավթը։ Սա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու Վաշինգտոնի հերթական քայլն է։ Սոչիում ձերբակալվել են հայր եւ դուստր։ Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայության նրանք պատրաստվում էին համալրել ուկրաինական բանակի շարքերը։ Թուրքիայում գտնվող Մարմարածով նավից նահանջել է մոտ 20 մետրով։ Տեղատվության հետևանքով ավազե կղզյակներ են առաջացել։ Որոշ տեղերում նավակները խրվել են ափի։ Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է մաքուր ոսկուց պատրաստված 2 կիլոգրամանոց թագը։ Մասնագետները փորձել են հաշվարկել վնասը, որը տատանվել է 28,500-ից մինչև $57,000 սահմաններում։